Բարսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ։ Խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նորօծությունը։ Խնդրում եմ քո ողջորությամբ իջիր մեր վրա։ Օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այս եթերը հանձնում եմ քո ձեռքերի մեջ։ Քո վերահսկողության մեջ թող լինի ամեն բան։ Քո խոսքը հոգուց ուղված թող մարդկանց կյանքերում բերի այն փոփոխությունը, ինչի համար որ դու ուղարկել ես։ Մարդիկ, որ միայն լսողներ չլինեն, այլ կատարողներ։ Թող քո խոսքը մարդկանց սրտերում կատարի ամբողջությամբ ռեֆորմացիա։ Քո կամքի գիտությունը թող հասանելի դառնա ամեն մեկին ու թող լինի լույս իրանց ճանապարհների մեջ, որպեսզի խավարի ճանապարհների մեջ չշփոթվեն, չմոլորվեն ու վայր չընկնեն։ Քո խոսքը ճշմարտությունն է, որը ուղարկված է մեզ, որպեսզի առաջնորդի ամեն ճշմարտության մեջ ու առաջնորդի լույսի արքայության մեջ։ Ամեն բան, ինչ որ խավարից է, թող բացահայտի ու դատապարտվի Հիսուսի զորավոր անունով։ Հայր, շնորհակալ եմ քո կատարյալ կամքի համար, քո շնորհքի համար, քո սիրո համար, քո ողորմության համար, որ ունես քո ժողովրդի հանդեպ ու ամեն ժամանակ ուղարկում ես քո խոսքը, որպեսզի քո ժողովրդին պահես քո կամքի մեջ, քո ճշմարտության մեջ։ Օրհնում եմ քո կատարյալ կամքի իրականացումը ամեն իրավիճակի վրա։ Ամեն բան, ինչ որ քո կամքով է, թող ունենա փառավոր հաղթանակ։ Ամեն բան, ինչ որ դուրս է եկել քո կամքի դեմ, թող ջախջախվի ու հիմնահատակ ոչնչանա Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այս մի քանի օր առաջ ես Աստծո խոսքից միտեղ տեղադրեցի, երբ որ կորխը մի քանի հոգու հետ, մի քանի հոգի, ուղղակի մի քանի հազար հոգի կորխի հետ միաբանվելով դուրս եկան Ահարոնի դեմ ու Ահարոնի դեմ դուրս գալով դուրս եկան Աստծո դեմ, բայց իրանց տեսակետից, քանի որ իրանք ճիշտ էին, Մովսեսը ասեց, եկեք բերենք ամեն ինչ Աստծո առաջ, թող Աստված դատաստանը բերի ամեն անիրավության վրա։ Ու մենք տեսանք, ոնց կորխը իր համախոհների հետ միասին ուղղակի գետինը բացվեց ու բոլորին Աստված ոչնչացրեց նման ձևով իրանց ունեցվածքի հետ միասին։ Ու Աստված ցույց տվեց, որ ինքը արդար դատավոր է, ինքն է սրտեր քննողը, ինքն է որ տեսնում է, թե ով ինչ է անում, ինչի համար է անում մարդկանց շարժառիթները ու համապատասխան տվեց պատասխան։ Ամեն ապստամբություն ավարտվում է դժոխքում։ Այս մասին հիմա ես խոսում եմ նորից հիշեցնելով, որովհետև Հայաստանում այն իրավիճակն է ստեղծվում, որ երկրի վարչապետը բացահայտորեն մարդկանց կոչ է անում ապստամբության եկեղեցու դեմ։ Ու ինքը մատուցում է մի իրավիճակ ներկայացնելով, թե ասես թե ինքը շատ շահագրգռված է, մտահոգված է եկեղեցու կյանքով ու ուզում է վերականգնի ճշմարտությունը։ Այնինչ իրան այդ իշխանությունը տրված չի Աստծուց, դրա իրավունքը բացարձակ չունի, առավել ևս Աստված ապստամբության մեջ չի, ապստամբությունը չի օրհնում ու օրինակների վրա Աստված ցույց է տալի, որ ապստամբությամբ շարժվողները վերջացնում են դժոխքում։ Ես մի ուրիշ պատմություն էլ հիմա կպատմեմ Աստվածաշնչից։ Դավիթը, որը Իսրայելի թագավորն էր, ու Աստծո սրտի համեմատ թագավոր էր, Աստված նաև Դավթին անվանում է մարգարե, մի մարդ, որը իրականում փնտրում էր Աստծուն, ուզում էր Աստծուն ճանաչել, սիրում էր Աստծուն, ձգտում էր Աստծո կամքը կատարել այս երկրի վրա։ Բայց քանի որ Դավիթն էլ մարդ է, ինքն էլ բնական է ունի սխալներ, որպես մարդ Դավիթը սխալվեց ու իր կյանքում թույլ տվեց մի իրավիճակ, որտեղ ինքը շնության մեջ մտավ իր ընկերոջ կնոջ հետ։ Արարքը հանցավոր արարքա, ամուսնացած կնոջը ներքաշեց շնության մեջ, որից հետո այդ կինը հղիացավ, որպեսզի այդ հղիությունը չբացահայտվի, Դավիթը կազմակերպեց նենց, որ իր ընկեր Ուրիան, որը Բերսաբեի ամուսինն էր, պատերազմի դաշտում
հայտնվի այն տարածքում, որտեղ ամենավտանգավոր մարտերն են, որպեսզի Ուրիային սպանեն ու չբացահայտվի, որ երեխան, որը պետքա ծնվի Բերսաբեից, Դավթինն է։ Այսինքն բոլոր մարդիկ կմտածեն, որ ամուսինը եղել է Ուրիան այդ երեխայի, որը մահացավ պատերազմում, եւ նման ձևով հանցանքը կծածկվի։ Երեխան կհամարվի, որ Ուրիայի զավակն էր, որ ծնվեց։ Հետո նաև Դավիթը իհարկե հեռանկարային արդեն այն պլաններն ուներ, որ եթե Ուրիան մահանում է, Բերսաբեն արդեն ամուսնացած չի ու ինքը կարա կնության վերցնի Բերսաբեին իր մոտ, որը Իսրայելում արգելված չէր բազմակնությունը, բայց այն ամեն ինչը, ինչ որ անում էր Դավիթը, Աստծուն հաճելի չէր։ Աստծուն հաճելի չէր ու դրա մասին Նաթան մարգարեն, որը Աստծու կողմից որոշված անձնավորությունն էր, եկավ Դավթի մոտ։ Երբ որ եկավ Դավթի մոտ, ինքը շատ մեղմորեն մի պատմություն պատմեց։ Դավիթը ընդհանրապես սկզբից պատկերացնում ինչ չուներ, թե ինչի մասին է խոսքը, որտեղ Նաթանը աստվածային իմաստությամբ խոսեց Դավթի հետ, որից հետո Դավիթը ինքը լսելով այդ պատմությունը, տեսնելով թե գյուղացու հետ այդ պատմության մեջ այդ գյուղացու հետ ինչքան անարդար է վարվել երկրի ղեկավարը, երկրի թագավորը, հռչակում է իր թագավորական խոսքը ու ասում է, որ այդ մարդը, ով որ այդ հանցանքը գործել է, 4 անգամ ավել պետքա հատուցի։ Ու Նաթանը ասում է, այդ մարդը դու ես, ու մեղմորեն հանդիմանում է Դավթին իր մեղքը, այն շնությունը, որը գործել էր Դավիթը, որը ծածուկ էր բոլորի աչքի առաջից, բայց ոչ Աստծո աչքի առաջից, եւ Աստված էլ բերում է արդար դատը, արդար պատասխանը, ու այդ երեխան, որը պետքա ծնվեր շնությունից, մահանում է։ Նաթանը հենց այդ ձևել ասում է երեխան մահանալու է։ Իսկ Դավիթ այդ ժամանակ ծոմ էր պահում, այսինքն վերջում, երբ որ երեխան պետքա ծնվեր, ինքը գիտեր Աստծո խոսքը, բայց փորձում էր Աստծուն համոզել, բայց իհարկե իր արած մեղքի արդյունքը ինքը պետքա հնձեր։ Հիշեք, պատասխանը Աստծուց է, մարդուց չի։ Եթե մարդը մեղք է գործում Աստծո առաջ, Աստված է դա տեսնում ու Աստված է դրա պատասխան տվողը, ինչքան էր, որ մարդը փորձի ծածկի դա։ Ստեղ վստահություն է պետք Աստծուն, բայց Աստված գործում է հենց այս ճանապարհով։ Տեսեք, երբ որ Նաթանին ուղարկում է, սա ապստամբություն չի։ Նաթանը դուրս չի գալի ու ժողովրդին չի ասում Դավիթը մեղք է գործել, եկեք հավաքվենք ու իրան գահընկեցանենք, որովհետև ինքը խախտել է Աստծո առաջ այն դիրքը, որ ուներ։ Ինքը մեղք է գործել, բացահայտ շնություն գործելով։ Ինքը մարդ է սպանել, իր հրամանով մարդ են սպանել, ու դա մեղք է Աստծո առաջ։ Նաթանը նման ձևով չի վարվում, որովհետև Նաթանը գործում է Աստծո հոգով ու Աստծո հրահանգով, Աստծո տված կարգ ու կանոնով։ Նաթանը այն անձնավորությունն է, որին Աստված առանձնացնում է այդ խնդիրը լուծելու համար։ Մարդը իրան չի բարձրացնում ու չի հայտարարում, որ ինքը ժողովրդին հավաքի իր կողմը ու իրանք Դավթի հետ հաշվեհարդար տեսնեն։ Աստված անում է իր աստվածային ճանապարհով դա։ Ու դա ցույց է տալի, որ Աստված ամեն իրավիճակի վրա վերահսկում է ու Աստված արդար դատավոր է, աչառություն չունի եւ նույնիսկ իր սիրելի Դավթի հանդեպ ինքը արդար է, իր դատաստանը արդար է ու երեխան մահանում է։ Ինչքան էլ որ Դավիթը ծոմ ու աղոթք է բերում Աստծո առաջ, միևնույնն է Աստծո խոսքը, որը ասված էր որպես պատիժ Դավթին իր արած մեղքի համար, իրականանում է։ Հետագայում հիմա մի ուրիշ պատմության մեջ, երբ որ Դավիթ ուներ մի քանի կանայք, այդ տարբեր կանանցից տարբեր երեխեք ուներ։
ու իր որդիներից ավագը Աբիսողոմը ինքը իր Դավիթ հոր հետ ուներ խնդիրներ։ Խնդիրը առաջացել էր նրանից, որ իր այն մյուս եղբայրը, իրանք բոլորը նույն հորից էին, տարբեր մայրերից էին։ Իր այն մյուս եղբայրը, ասենք ասեմ, խորտ եղբայրը խաբել էր ու բռնաբարել էր Աբիսողոմի հարազատ քրոջը։ Ու դա իմանալով Դավիթը, որը երկուսին էլ հայր էր, եւ այդ բռնաբարված աղջկան եւ բռնաբարող տղային, երկուսի հայրը Դավիթն էր, մայրերը տարբեր էին։ Դավիթը իմանալով հանդերձ, որ նման բան է տեղի ունեցել, իր որդուն չի պատժում, բայց դրա համար պետք է իրոք պատժեր։ Այսինքն մի երեխու հանդեպ թույլատրված ելնում ոտնձգություն, ու Դավիթը սա մատների արանքով է նայում ու լուրջ չի վերաբերվում, ինչը որ Աբիսողոմի դուրը չի գալի, որը այդ քրոջ Թամարի իրական հալալ աղբերն էր, ու ինքը Աբիսողոմը որոշում է վրեժխնդիր լինի Ադոնիայից, որը այդ բռնաբարությունը արել էր, ու մի հատ հարմար առիթ է գտնում, որտեղ ես սպանում է Ադոնիային վրեժ լուծելով իր քրոջից։ Դա շատ ջղայնացնում է Դավթին, որտեղ ստեղ արդեն կյանքի հարց է։ Հասկանում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ կյանքը ավելի առավելն է, քան այն մեղքը, որը տեղի էր ունեցել ընտանիքում այդ բռնաբարությունը, ու Դավիթը դրա համար, երբ որ հարցը վերաբերում է, որ տղայի կյանքը ավարտվում է մահով, ավելի կատաղած է լինում, ավելի ջղայնացած է լինում, քան այն ժամանակ, երբ որ իր աղջկան բռնաբարեցին, որևէ ձևով արձագանքեց։ Ու ինքը Աբիսողոմին, որը վրեժ է լուծել խորտ աղբորից, հրամայում է, որ հեռացնեն պալատից, ու Աբիսողոմը մի քանի տարի ուղղակի փախած է լինում ու Դավթի բարկությանն է արժանանում իր այն քայլի համար, որ սպանել է խորտ աղբորը։ Բայց մարդկային տեսանկյունից երբ որ նայում ենք, իր արարքը պարտադրված քայլ էր, երբ որ երկրի ղեկավարը, թագավորը, ընտանիքի հայրը լուրջ չի վերաբերվում ստեղծված իրավիճակին, մատների արանքով է նայում ու ստիպված է Աբիսողոմը նման քայլի գնում։ Ու Աբիսողոմի սիրտը տեղից սկսած ծռվում է իր հոր Դավթի հանդեպ, որը Իսրայելի թագավորն էր։ Տեսեք, իրավիճակը նենց է, որ ամբողջությամբ կարելի է պաշտպանել Աբիսողոմին, որովհետև Դավթի թույլտվության արդյունքում է ստացվում այս ամեն ինչը, որ նաև Աբիսողոմի սիրտը ծռվում է։ Հետագայում ստացվում է իրավիճակ, որ Աբիսողոմին թույլ են տալի, որ ինքը վերադառնա, նորից ապրի թագավորական պալատում, բայց հարաբերությունները իր ու Դավթի միջև չեն կարգավորվում։ Ու Աբիսողոմը այդ մուրը անպայման ուզում է հանած ըլնի, չի կարող հանգստանալ իր հոր վարած այդ քաղաքականության համար, որ արդար չվարվեց իր երեխեքի մեջ, ինքը չի հանգստանում։ Դրա համար ինքը որոշում է ժողովրդի սիրտը գողանա։ Տեսեք, թվում է, թե ամեն ինչ անում է ճիշտ Աբիսողոմը։ Դավիթը թույլ է տվել սխալ, որից օգտվում է Աբիսողոմը, ու ինքը ժողովրդի սիրտը սկսում է գողանալ, այն բոլոր մարդիկ, որ գալիս են թագավորի մոտ իրանց հարցերով, որ դատ վարի Դավիթը իրավիճակների մեջ բերի պարզություն, մարդկանց խնդիրները, վեճերը լուծի, Աբիսողոմը դուրս է գալի առավոտ շուտ կանգնում է պալատի մոտ, ու երբ որ տեսնում է մարդիկ գալիս են, մոտենում է այդ մարդկանց ու սկսում է հարց ու փորձ անել իմանալու համար, թե ինչ խնդիրով են եկել։ Ու մարդիկ պատմում են։ Ու երբ որ Աբիսողոմը իրանց լսում է, ինքը ասում է, գիտես, քո դատը արդար է, բայց Դավիթը թագավորը քո համար ժամանակ չունի։ Ուզում է ասի, Դավիթը իր սիրտը ուրիշ տեղ է, ինքը եթե ընտանիքում արդար դատ չի կարող վարի, էլ ուր մնաց քո դատը վարի։ Ու ինքն է սկսում զբաղվել այդ ժողովրդով, ու բոլոր ժողովրդի սիրտը ծռում է Դավթից, Դավթին ցույց տալով, որ անպատասխանատու մեկն է։
Իսկ Աբիսողոմը իրան ներկայացնում է, որ ինքը հոգատար մեկն է, բայց Աբիսողոմը վերցնում է իր վրա մի պարտավորականություն, որի իշխանությունը իրան տրված չի, որի իրավունքը ինքը չունի։ Ինքը անում է սա նենգաբար, սա վրեժի ճանապարհն է Դավթից, իր հորից, Դավթի արածի պատճառով։ Ու Աբիսողոմը սկսում է ժողովրդի սիրտը գողանալով բոլորին հավաքել իր կողմը, ու այնց անում, որ մեծ քանակությամբ ժողովրդի մեծամասնությունը անցնում է Աբիսողոմի կողմը, ու իրանք ապստամբում են Դավթի դեմ։ Դավիթը, երբ որ իմանում ապստամբության մասին, իր հավատարիմ մարդկանց հետ շատ քիչ քանակությամբ փախնում է, թողնում է պալատը, ամեն բան, իր կանանց նույնիսկ, ու փախնում է։ Աբիսողոմը գրավում է պալատը, իրան հռչակում է, որ ինքն է այլևս Իսրայելի թագավորը, նույնիսկ մտնում է Դավթի կանանց մոտ, պղծում է իրանց, դրանով ցույց է տալի, որ իր Դավթի կանայք իրան են պատկանում, ու արդեն իսկ իրան հռչակել է թագավոր։ Իսրայելի տարածքի մեծ մասը միաբանված է լինում Աբիսողոմի հետ, բայց ինքը ուզում է Դավթին վերջնականապես սպանած լինի, որ որևէ խնդիր այլևս չառաջանա, որ այդ գահը ինքը միայնակ տնօրինի, ու ինքը այդ ժողովրդին, որ իր հետ հավաքված էր, տանում է պատերազմի Դավթի դեմ։ Սա ապստամբություն է, սա աստվածային ճանապարհը չի, սա այն ճանապարհն է, որտեղ մեկը, որը ունի իշխանություն ու իրավունք, իր վրա վերցնում է մի պարտավորություն, ցույց է տալի ղեկավարի թույլ կողմերը, գրավում է ժողովրդի սիրտը ու բոլորին համոզում է, որ իրանց գործը արդար է, ու իրանք պետք է նման ձևով դատաստան տեսնեն երկրի ղեկավարի դեմ, տվյալ դեպքում Դավթի դեմ, որը անհաջող քաղաքականություն է վարում, իր պարտավորությունները չի կատարում, պատասխանատվություն չի կրում, ասես թե կորցրել է իր վրա այն շնորհը, որ Աստծուց ստացել էր։ Աբիսողոմը համոզում է մարդկանց, որ Դավիթը այլևս Աստծունը չի, Աստված իր հետ չի, ու այդ շնորհքը եկել է Աբիսողոմի վրա, ու ինքը գնում է Դավթի հետ պատերազմի, Դավթին վերջնականապես ոչնչացնելու, իր լիարժեք ու վերջնական հաղթանակը հաստատելու համար։ Բայց ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ Աստված իրականում Դավթի հետ էր ու Աբիսողոմի հետ չէր։ Աստված ապստամբների հետ չի, Աստված իր ծառայողի հետ է, ու Աստված իրավիճակը նենց է պատտում, որ այն խորհրդականը, որը կար Աբիսողոմի կողքին, որը խորհուրդներ էր տալի, որ Աբիսողոմը հաղթանակ ունենա Դավթի հանդեպ, Աբիսողոմը սկսում է չլսել իր խորհրդականին, սկսում է լսել մի քահանայի, որը Դավթի աջակիցն էր, որը այդ պահին հատուկ մնացել էր, որ մոլորեցնի ու ապստամբության խորհուրդը ջախջախի։ Ու Աստված ծռում է Աբիսողոմի սիրտը, որ ինքը լսի Դավթի խորհրդականին, Դավթի քահանային, իսկ Դավթի քահանայի տված խորհուրդները այն ձևի խորհուրդներ էին, որ դա հնարավորություն է տալի, որ Դավիթը ժամանակ շահի, կազմակերպվի, դիրքավորվի ու գալիք պատերազմին այն հարձակմանը, որ իրանց վրա գալիս է, դիմակայի ու այն տարածքում հատկապես իրանց դիմավորեն, որտեղ առավելություն կունենան ու այդ տարածքային դիրքը օգտագործելով, թեկուզ քիչ քանակությամբ, բայց հարձակում ունենալով կունենան հաղթանակ, ինչը որ իրականացնում են։ Ու Աստված նման ձևով ապստամբության որդուն, որը Աբիսողոմն էր, բերում է դատաստանի։ Աբիսողոմը իր մեծաքանակ բանակը ունենալով հանդերձ, չունենալով Աստծո օրհնությունը ապստամբության մեջ, հայտնվում է մահի ճիրաններում, շրջափակման մեջ, որտեղ և սպանվում է։ Ու սա ապստամբության որդիների դատաստանն է, որը գալիս է Աստծո ձեռքով։ Իհարկե Դավիթը շատ մեծ ցավ է վերապրում, երբ որ իմանում է իր սեփական որդուն սպանել են, որովհետև
ասել էր, որ հանկարծ իր որդուն չսպանեն, թեկուզ որ ապստամբել է իր դեմ, որտեվ հոր սիրտը այդ ձև է։ Ինքը ինչքան էլ որ իր երեխու հանդեպ բարկացած լինի, կամ իր երեխան ինչքան էլ որ իր հանդեպ սխալ դրսևորի, ծնողի սիրտը մնում է ծնողի սիրտ։ Ինքը իր երեխու դատաստանը չի ուզում տեսնի։ Ինքը ուզում է ողորմություն ցույց տա, բայց Դավթի օգնականները անարգում են Դավթի խոսքը ու սպանում են Աբիսողոմին, բայց նման ձևով գալիս է դատաստանը անօրենության որդիների վրա, ապստամբության որդիների վրա։ Տեսեք, ես ձեզ երկու պատմություն նկարագրեցի, երկու դեպքում էլ ցույց տվեցի Դավթի թույլ տեղերը, Դավթի գործած սխալները։ Մի դեպքում ցույց տվեցի ոնց է Աստված գալի իր մարգարեի միջոցով հանդիմանում ու այդ հանդիմանությունը Դավթի կյանքում բերում է աստվածային լուծում։ Մյուս դեպքում նույն Դավթի թուլության մեջ ցույց տվեցի ոնց է ապստամբության որդին որոշում իր սեփական նախաձեռնությամբ ժողովրդի սիրտը գողանալով ապստամբելու, մտածելով թե դա լավագույն ճանապարհն է, բայց դրա վերջը դժոխքն է։ Ու Աբիսողոմի հետ կոտորվում են բազմաթիվ մարդիկ։ Ես այս պատմությունները հիմա իզուր չեմ պատմում, այս օրերի համար հատկապես, որովհետև վարչապետը բացահայտ հայտարարությամբ ժողովրդին կոչ է անում ապստամբության եկեղեցու դեմ, համարելով այն ինչ որ իրանք անում են, դա արդարության վերականգնում է, ճշմարտության վերականգնում է, չգիտեմ էլ ինչեր է խոստացեն դե, ոնց է ներկայացնում, բայց դա Աստծու ճանապարհը չի։ Սա սատանայի խորհուրդն է, սա միաբանություն է սատանայի հետ ու Փաշինյանի կանչին միաբանվողները ընտրում են դժոխքի ճանապարհը։ Աստծո խոսքը ասում է, բոլոր այն մարդիկ, ովքեր ճանաչեցին ճշմարտությունը ու գիտակցորեն մերժեցին ճշմարտությունը, Աստված իրանց հանձնեց իր ցանկություններին։ Շատ եմ ցավում, բայց այս ճանապարհով, որ մարդիկ ընտրել են ապստամբության ճանապարհով հաշվեհարդար տեսնել կաթողիկոսի հետ, սա աստվածային ճանապարհը չի։ Ու այս ճանապարհը տանում է կործանման, ինչքան էլ որ ձեր աչքին կարա թվա, թե սա լավագույն տարբերակն է։ Աստված ոչինչ չի անում, քանի դեռ չի զգուշացնում։ Աստված նախօրոք ձեզ ասում է ինչ է ձեզ սպասվում, եթե դուք դուրս գաք ապստամբության։ Աստված իր ձեռքով բերելու է պատասխանը ապստամբության որդիների վրա։ Աստված արդար դատավոր է ու Աստված եթե փորձում է իր դրած քահանային մի բան ասել, ասում է իր որոշված ճանապարհով, ոչ ապստամբության ճանապարհով։ Ես օրհնում եմ, որ Աստծո կամքի գիտությունը գա ձեր վրա, Աստծո կամքի հասկացողությունը գա, ու Աստծո ճանապարհները ձեր համար հասանելի դառնան։ Ամեն ճանապարհ, որը Աստծուց չի, թող փակվեն ձեր առաջ, իսկ ամեն մի ճանապարհ, որ Աստծուց է, թող լինի օրհնված։ Հայր, ես կանչում քո կատարյալ կամքը Հայաստանի վրա ու ստեղծված իրավիճակի վրա։ Արդար դատավորը դու ես, ու դու ես որոշում ինչպես վարվես քո դրած ծառայողի հետ։ Եթե ինքը խախտել է ինչ-որ բան քո առաջ, դու քո ճանապարհներով ես, որ իրան հանդիմանում ես ու ուղղում ես։ Իսկ ամեն մարդկային ճանապարհ, որը քեզանից չի, թող դատապարտված լինի դժոխքի Հիսուսի անունով։ Ամեն։